Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, գտնվում ենք ազգային ժողովի շենքի մոտ, մուտքի մոտ, որտեղ փորձելու ենք հարց ուղղել ազգային ժողովի ՔՊԿ խմբակցության պատգամավորներին, ինչու են ուզում թանկացնել տրանսպորտը։ Ես ես որ տեղական հանրակրվեի ֆունկցիան փակում եք ինչով ժողովրդավարությանը կոնտրաստներ եք կազմում։ Մեր տարածքի մասին դուք կլսեք նիստի։ Դե մենք գիտենք որ կարող։ Հուսով եմ երևի լսեք։ Գիտենք որ խոստումը փակում եք էլի ճիշտ ենք ասում։ Հենց հիմա փակում եք ձեր թաթիկով։ Զարկոաչյանները։ Ազգանոմի քաղաքացիներ հիշեցնենք, որ Հովհաննիսյան չվարդեմ Երելի քաղաքացիներ մեր պատգամավորներ են, բայց չույթը չոր։ պետք է պատասխանել մեր հարցերին, բայց փախնում են։ Հիշեցնեմ Երևան քաղաքի ավականիներով եկել ենք ստեղ, հարցեր ենք ուղղում։ Այդքանիցը ձակ ու կյանքում այդպես չես կարա խոսալ։ Տղա։ Տեսնում եք։ Հովհաննիսյան Արտուր ասում է ջայլ տղեր ավականի պատգամավոր հասկանում ենք, բայց քեզ հավաքվա։ Ես մի մարդ եմ, որ մի տեխնացուին հետա իրավականի տոլ չգեմ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Այս այդ մարդն է, հիմա հավաք պայելուց է խոսում։ Այս մի մարդը ու խմբակցության պատգամավորը ակնայց սեքսիստական տղեր արտահայտություններ է անում ժուրնալիստի հանդեպ։ Այս մի մարդը ում խմբակցությունից ընտրված ազգային ժողովի նախորդ թքում է քաղաքացիների վրա։ Այս մի մարդը ում խմբակցության պատգամավորը Գյումրիի ընտրությունների օրը լրագրողների մոտ հավյանքներ են ցեկում։ Այ այս մարդը խոսում է հավաքվելու։ Ես խորը ու լիքը կհասկացում եմ որ Կասեք ոնց եք քվեարկելու այսօրվա նախագծին, դուք էլ եք կողմ թանկացնելու տրանսպորտին։ Չեք մասնակցելու։ Դուք էլ եք թանկացնում։ Ինչ։ Չեք ասի, դե մեկա տենալու ենք, ուղղակի հիմա ուզում ենք ճշտեին։ Դուք էլ եք ժողովրդին թալանողներից, թե ոչ։ Հաստորեն այո։ Համաչափության սկզբում սահմաններից նաև պետք է հաշվի առնել տվյալ ցանցանքը հարության Տեսնեք որ շատ անհարմար հարցեր ենք տալու ու իրանք այդպես խափելու են Ու ճանաչում ես ասա էլի կարող մենք շատերի ճանաչենք դրանք Եթե մի շնորհ Շատերի մի քանիսին եք ճանաչում Եթե մի շնորհ որ ճանաչենք իրանք խորտել է տվյալ օրենսդրական նախաձեռնությունը փաստացի ռեպրեսիան ազգային ժողով որպեսզի Ալեն Սիմոնյանի գանձերի մասի որ նրանք են հաստատել եւ հասկացնել տվյալ թանկացման պատգամավորները ուզում են թանկացնել տրանսպորտը ավելի պարզ ասեմ ուզում են ազգային ժողովի նախագիծ ընդունել օրենք ընդունել որ 10 եւ 15000 դրամ տուգան են մեկ եւ երկրորդը հանրաքվեից ուզում են հանեն այսինքն ուզում են օրենքով այնպես անել որ մենք չկարողանանք անել հանրաքվեի տրանսպորտի թանկացման հարցը օգտվող մեկը Ինքը եթե գալիս է որպեսի օգտվիզեր քարտով 10000-ի տեղը դա վճարում է 15000 Բայց ամենակարևորը ժողովուրդ ջան, այսինքն ձեզ համար ամենակարևորը դուքան ինչ ասան Քպից Տիկին Նազարյան, դուք էլ եք թանկացնելու տրանսպորտը այսօր Պատուկով եք, բայց պատգամավոր եք էլի քպից Դուք կողմ եք թանկացնում Ղազարյան Տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի, ինչը փաստացի ծառայության դիմաց վճարը եղել միշտ։ Փոխում են տեղական վճարին, որպեսզի մենք չկարողանանք գնանք տեղական հանրակրվեի։ Փաստացի սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ։ Որովհետև պատկերացրեք ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղաք, ֆուտբոլի կեսից երկու թիմերի մեջ մեկի օրենքները փոխվում։ Սա պարզ վախկոտ դաղալների խաղացում։ Այդտեղ մի բան ժողովուրդը։ Հետաքրքիր է լսել ԿՊ-ի խմբակցության ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք մեզ միշտ հավաք ենք պահում։ Երբեմն երևի սկալ ենք անում, երբեմն երևի պետք չի հավաք պահել ձեր նմանների հանդեպ։ Երկրորդը դուք չեք որ պետք է մեզ հավաք պահելու կոչեր անենք, որտեղ
թե հավաք, թե զուտ, թե դաստիարակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունի։ Մարդիկ եք ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքում եւ պետությունում հայտնի են դարել միայն իշխանություն եւ մանդատ ստանալուց հետո։ Տղաներ եւ աղջիկներ։ Սիրելի երևանցիներ, Մանդատ ստանալուց հետո էլ հայտնի չեն դարել մեծամասնությունը։ Մեծամասնությունը չեն էլ դարել։ Իշխանությունը թե ինչ տրանսպորտին տանկացրել, բավական չէ հիմա էլ ուգանք է մտցրել ձեր խալանելու համար։ Ուգանք է ասխաբացական բարձր թվեր։ Դրա համար պատմենք էստեղ պատգամավորների իշխանական պատմողների, քրոականների, որպեսզի հարցներ ուղղեն, որովհետև այս օրինագծի նախագծի հեղինակը իրանք են։ Իրանք են օրինել ձեր խալանելու այս նախագիծը։ Այդ հարցերը իրանք են տալու ձեր փոխարեն եւ ձեր արժեքին։ Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ ավականոնիստի ժամանակ Մայր Հայաստանի վերած նախագծի ժամանակ ծրագրի քննարկելու ժամանակ որին համահեղինակ է նաև Սկզբին ներհատել։ Բարև։ Տրանսպորտ ոստեք չվճարելու բոյկոտելու դեպքում։ Ու մենք եկել եք ստեղ, եկել եք որպեսզի ձեր կողմից, ձեր անունից իրենց հրճեցենք հասել, այստեղ սպասում ենք պատգամավորներին։ Բայց Ալեն Սիմոնյանը ո՞նց մտավ։ Հա, բայց ավտոն ստեղ չմտավ։ Թե մտավ սա։ Նա ուրիշ մուտք ունի, հա, Ցածը։ Այն կապին օգնել հնարավորություն ունեն սեփական մեքենաներով երթևեկելու եւ երթևեկում են հանրային տրանսպորտի Բանոթա։ ծանոթներն են ԿՊ-ից է։ ԿՊ դեպուտատը։ Բայց Դուք կողմ եք տրանսպորտի Կայքի մատերիալ եք դարձել։ Բարև ձեզ։ Ինչ եք թանկացնում տրանսպորտը։ Կասեք ինչ եք թանկացնում։ Ժողովում եք, եք դες փախում սենյակը։ Այդ են ցալնում եք արմայա կոչում, շորը ճաղեցի։ Հա։ Էսը Չի կարա պատասխանը։ Բարև ձեզ։ Մենք եկել ենք տրանսպորտի հետ կապված սաֆորինի որոշմանը, որ բերում են տուգանեն, բայց քաղաքացիական պայմանագրի պատգամավորները փախնում Լայվ եք ուժը, թե չէ դեռ։ Լայվ եք։ Այսինքն չի վճարում եւ այդ օրենագծի օրենքի նախագիծը բերել ազգային ժողով նշանակում է